Իր 70-ամյակը նշելուց օրեր անց Սերժ Ավետիքյանը դարձյալ Երևանում է և տալիս է երկլեզու դրամատիկական արվեստանոցի 5-րդ թողարկման աշխատանքների մեկնարկը։ Տարիներ առաջ, երբ գլխում դեռ միայն խմորվում էր այս կրթական նախագծի գաղափարը, Ավետիքյանն ընդամենը ուզում էր ազատ, ոչ պաշտոնական մթնոլորտում երիտասարդ արտիստներին փոխանցել հանկարծաստեղծության, ազատ մտածելու և ստեղծագործելու փորձառությունը, նաև հաղթահարել լեզվական պատնեշները։ Այժմ գնահատելով 5-րդ սեզոնը փաստում է, ակնկալիքներն արդարացվել են։ Ամենակարևորը դա էր ինձ համար ֆրանկոֆոն ձևով մատուցել արտիստների միջոցով սուբյեկտիվ աշխատանքներ, այլ ոչ թե դոգմատիկ կամ ակադեմիկ աշխատանքներ, այլ ավելի մարդամոտ ամեն մի արտիստի, որը կարողանում է փոխանցել մեր երիտասարդներին։ Կարծես թե բոլոր ստաժները Ֆրանսիայում, որտեղ ստաժներ են լինում ցիկլից հետո, ապացուցում են, որ դրական է աշխատանք ուրիշ լեզվով։ Երկլեզու դրամատիկական աշխատանոցին մասնակցության հայտ ներկայացրած երիտասարդներից ընտրվել են 20 հայ երիտասարդ արտիստներ, որոնց հետ բացի Ավետիքյանից կաշխատեն ևս 5 ֆրանսիացի դերասան և ռեժիսորներ։ Աշխատարանը երկլեզու է, դասերն անցկացվում են ֆրանսերեն և հայերեն։ Հայաստանի ֆրանսիական ինստիտուտն արդեն 4 տարի շարունակ աջակցում է կրթական այս նախագծին։ Այս ծրագիրը հենց այն մոդելն է, որը մեզ ամենաշատն է հետաքրքրում, երբ Ֆրանսիայում մեծ համբավ ունեցող հայտնի արվեստագետները գալիս են Հայաստան և իրենց փորձը ներկայացնում հայ երիտասարդներին։ Նախորդ տարիների մասնակիցներից շատերը, որ մեկնել էին Ֆրանսիա վերապատրաստումների, այսօր նաև խաղում և բեմադրում են ֆրանսերեն, ինչը ինքնին արդեն մեծ ձեռքբերում է։ Աշխատելով մի ուրիշ լեզվով, որ նոր եք սովորում, ձեր մարմինը եւ ձեր ուղեղը աշխատելու ուրիշ կերպ։ Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը ֆրանսերեն սովորելու մոտիվացիան է։ Նախագիծը ընտրված երիտասարդներին հնարավորություն է ընձեռում ֆրանսերենի անվճար դասընթացներ անցնել, և ֆրանսերենը նրանց համար նոր հարթակ և նոր ճանապարհ է բացում դեպի միջազգային և հայաստանյան նախագծեր։ Իրենք չեն թողնում ոչ ֆրանսիացիներին, ոչ ֆրանսախոս հեղինակներին, ոչ էլ ֆրանսերենը, բայց Հայաստանում միայն ֆրանսերեն ներկայացումներ անելը մի քիչ ավելի բարդ է, դրա համար ընտրում են երկլեզու ֆորմատը։ Ատելյեի արդյունքում ձևավորվեց օրինակ Նյուանս թատերախումբը, մեր նախկին ատելյեի շրջանավարտներից մեկը հավաքեց և հենց ատելյեի շրջանավարտների հետ էլ անում են ներկայացումներ և իրենք բազում փառատոների են արդեն մասնակցում, Ֆրանսիայում, ֆրանկոֆոն երկրներում և ոչ միայն։ Արվեստանոցի մասնակիցներն իհարկե չեն բավարարվում միայն թատերական հարթակներով։ Նախորդ տարի օրինակ աշխատարանի շրջանավարտները նկարահանվել են հայ-ֆրանսիական համարտադրական նախագծում Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմում, որն արդեն իսկական հաղթարշավ է ունեցել ակարգի տարբեր փառատոներում։ Նոնե Ալեքսանյան, Արամ Հարությունյան, լուրեր։